Պերաշկի, կուկուրուզ, թթուլավաշ ու ուրախ ավտոբուս։ Վերջին օրերին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջերը հեղեղված են ոչ այդքան վարչապետական տեսանյութերով։ Շարունակում ենք մեր եթերը։ Առաջին հայացքից սա սովորական ու անմեղ հաց ուտել է ու ժողովրդին մոտ լինելու փորձ, սակայն քաղաքական դաշտում ընկալվում է բոլորովին այլ կերպ ու հետապնդում այլ նպատակներ։ Շատերի համար սա դասական քաղաքական տեխնոլոգիա է ուղղված սեփական վարկանիշի վերականգմանը ու հանրության հետ էմոցիոնալ կապի վերահաստատմանը։ Այս մասին Պանորամայեմը զրուցեց PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանի հետ, ով նշեց, որ սա պոպուլիստական հաղորդակցության դասական մոդել է։ Նայեք, ըստ էության տեղի է ունենում հենց այս պահին պոպուլիստական հաղորդակցություն։ Հանրային կապերի տեսանկյունից սա այն մոդելն է, երբ քաղաքական գործիչը փորձում է իրեն ներկայացնել որպես ճակերտներում, այսպես ասեմ, ժողովրդի մարդ եւ սրանով հակադրում է իրեն էլիտային։ Այսինքն այն ինչ որ այս տարիների ընթացքում պարբերաբար խոսույթում եղել է, այս նույն բանը հիմա ավելի ակնառու տեղի է ունենում հենց այս քարոզարշավի ընթացքում։ Հիմա սրան բնորոշ գծերը որոնք են, նախ պարզ, երբեմն նույնիսկ պարզունակ լեզու, լեզվամտածողություն, խոսույթ, որը մենք տեսնում ենք։ Երկրորդը զանգվածային մշակույթի որոշակի տարրեր, օրինակ ռաբիս երաժշտության կիրառություն ու տարբեր տեղերում տարբեր երաժշտություններ, սա նշանակում է, որ իբր թե ներկայանում է այնպիսին, ինչպիսին հասարակության մեծ մասն է։ Մասնագետները նկատում են, որ նման հաղորդակցությունը հաճախ կիրառվում է այն ժամանակ, երբ քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահությունը շատ ցածր է, իսկ սոցիալական դժգոհությունը բարձր։ Մյուս պոպուլիստական հաղորդակցության կարևոր տարրերից մեկը, որ ես ձեր նման եմ, սա ուղերձ է, հաղորդագրություն է ուղղված հասարակությանը, եւ բնականաբար այստեղ նաև շատ կարևոր մի հանգամանք կա հուզական ազդակների օգտագործումը, ինչպես ազդել հասարակության, մարդկանց վրա, իսկ շատերի վրա սա լավ ազդեցություն է թողնում։ Այս մոդելում բնականաբար քաղաքական գործիչը փորձում է քաղաքականությունը դարձնել կենցաղային եւ էմոցիոնալ։ Եթե մասնագիտական ձևակերպում տանք, այս հաղորդակցությունը իսկապես այսպիսին է։ Մյուս կարևոր հանգամանքը, որ կարող ենք ասել, դա իմիջի պարզեցումն է։ Սա եւս PR-ում կիրառվող մեթոդ է, երբ առաջնորդի կերպարը գիտակցաբար իջեցվում է սովորական մարդու մակարդակի։ Սրանով ինչ է ուզում ասել, որպեսզի նվազեցվի իշխանության եւ հասարակության միջև հեռավորությունը ըստ այցան։ Տեսեք ինչ է տեղ ունենում փողոցում կամ ուրախ ավտոբուսում ուտելը, casual վարքագիծը, հագու կապը, մարդկանց հետ փոխհարաբերությունները, սոցիալական ցանցերում սրտիկները, էմոջիները, սրանք բոլորը բերում են նրան, որ չասեմ գիտակցաբար հենց կարող ենք ասել, գիտակցաբար իմիջի պարզեցման տարբերակ է տեղի ունենում։ Մյուս բանը, որ տեղի ունենում, դա մեդիա պերֆորմատիվ քաղաքականությունն է, էլի մասնագիտական ձևակերպում տամ, նաև բացատրեմ, սա ինչ է։ Բնականաբար այստեղ քաղաքականությունը դառնում է տեսարան կամ շոու, քայլերը հաճախ հաշվարկված են այնպես, որ տեսողական ազդեցության եւ սոցիալական ցանցերում տարածվելու համար ինքը շատ հեշտ լինի, այսինքն քաղաքական ուղերձը փոխարինվում է վիզուալ հիշվող գործողություններով։ Եվ այս շոուն էլի որոշ մակարդակի վրա ազդում է, որովհետեւ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ մեզ նման մեկը եկել է մեզ հետ շփվելու։ Մյուս կարևոր հանգամանքը, որ կարող ենք բերել, դա էմոցիոնալ մոբիլիզացիա է տեղի ունենում։ Դուք տեսնում եք քարոզարշավի ժամանակ, ըստ էության քարոզարշավը դեռ չի մեկնարկվել, բայց վարչապետը որոշել է ամբողջ իր լծակները օգտագործել
այս ընթացքում քարոզարշավը անել եւ դուք տեսնում եք, որ հանրային հեռուստատեսությունը ես վերջին օրերին վերլուծում եմ այս ամբողջը, հանրային հեռուստատեսությունը ամբողջությամբ մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի ուղղությամբ հաղորդակցություն է իրականացնում, բացառելով մյուսներին, կարող է 30-ից 40 րոպե տրամադրել նրան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մարզերում, տարբեր տեղերում հանդիպում մարդկանց եւ սրանով արդեն տպավորություն է ձևավորում եւ սրանով արդեն տեղի ունենում այդ ֆրեյմինգի գործընթացը։ Դուք տեսնում եք այդ մունատ գալը, կոշտ խոսքը, սա նույնպես հակադրության տեխնոլոգիա է, կոչվում է conflict framing, այսինքն հակամարտության շրջանակավորում, եթե բառացի այսպես ասենք, եւ բնականաբար էմոցիոնալ բևեռացում է տեղի ունենում, երբ առաջնորդը ստեղծում է մենք եւ նրանք բաժանումը, ակտիվացնում է կողմնակիցների էմոցիաները, այսինքն սա եւս մեթոդ է, որը կիրառվում է։ Եվ մյուսը քաղաքական բրենդինգի տեսանկյունից, եթե դիտարկելու լինենք, քաղաքական հաղորդակցության մեջ հաճախ սա անվանում են քաղաքականության տաբլոիդացում կամ կենցաղայնացում, այսինքն քաղաքական դիսկուրսը տեղափոխվում է բարձր խոսույթից, բարձր քաղաքական խոսույթից դեպի զանգվածային մշակույթի լեզուն, փողոցային գրեյկաբանության կամ փողոցային այսօրական շփման մակարդակի եւ սա էլի քաղաքական կենցաղավարման եւ կենցաղայնացման օրինակներից մեկն է, որ տեղի ունենում։ Ազդում է դա հասարակության վրա, որոշ մարդկանց վրա, այո, ազդում է դա, որովհետեւ որոշ մարդիկ մտածում էին, որ նախկինում իշխանությունները շատ բարձր էին եւ իրենց հետ շփման եզրեր չկային, այսօր կա մեկը, որ իրենց հետ շփվում է, բայց նաև այն մարդիկ, որոնք հասկանում են ընդհանրապես քաղաքական հաղորդակցությունը, երկրի, պետության, կողմից վարվող քաղաքականությունը, քաղաքական գործչի իրեն հարեր վարքագիծը, պահվածքը, նրանք սա ընկալում են որպես ցինիզմ, ընկալում են որպես սա էլի հարցումների մակարդակն է, որ մարդկանց կարծես ձեռ են առնում, մարդկանց կարծես խոսույթը այնպիսին է, որ կարծես թե մեր երկրում ավելի կարևոր բաներ չկան ու հիմա ինչ է տեղի ունենում, մի օր կուկուռուզ են ուտում, մի օր բայց դուք օգտագործեք եգիպտացորեն, հա, որ մեր խոսիցն էլ այդպեսին չլինի, ինչպես զանգվածային մշակույթի լեզուն է, մի օր եգիպտացորեն են ուտում, մի օր Թթու լավաշ են ուտում, մի օր այլ բան են ուտում եւ սրանով նաեւ այդ հակադրությունը դուք տեսնում եք սոցիալական մեդիայում նաեւ շատ են տարածվում մեմեր հոլովակներ եւ սրանք եւս վիրուսային հաղորդակցության հնարավորություններից մեկն է, թե ինչքան արագ են տարածվում, օրինակ ինչ է անում խեղճ վարչապետը, ինքը ուտում է մի սովորական կուկուռուզ, բայց տեսեք մեկ այլ երկրի ղեկավար կուկուռուզնիկի շենքն է ուտում, այսինքն այդ հակադրությունների ամբողջ բազան է ստեղծվում եւ տարածվում, բայց խելացի մարդիկ իհարկե հասկանում են, որ այս կենցաղային խոսույթը չի կարող երկար տեղ ունենալ եւ հասկանում են, որ սա կարճաժամկետ էֆեկտ ունի, որովհետեւ ես հասկանում եմ, որ նաեւ իշխող կուսակցությունը շատ լավ գիտի սոցիալական հարցումների արդյունքները, շատ լավ գիտի, թե ինչ վարկանիշ ունեն հասարակության մեջ եւ հենց այդ վարկանիշի, ցածր վարկանիշի արդյունքում է, որ ինչով ասես փորձում են զբաղվել։ Մյուս բանը, որ պոպուլիստական հաղորդակցության արդյունավետ անցումային հասարակություններում ընդհանրապես ինչից է սա գալիս, որ քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահությունը շատ ցածր է։ Իսկ եթե քաղաքական ինստիտուտների նկատմամբ այդ վստահությունը ցածր է, բնականաբար սոցիալական դժգոհությունն է բարձր։ Այսինքն սա եւս մի ազդակ է այնպես անել, որ ուշադրությունը շեղել հիմնական բաներից։ Եվ քաղաքական լեզուն հաճախ բարդ է եւ
հեռանում է կարծես թե մարդկանցից, այսինքն այդ քաղաքական խոսույթը այդքան էլ հասանելի չի, դրա համար գրագետ, խելացի, գիտակ մարդիկ հաճախ իրենց խոսույթով գուցե չեն հասնում այն մեծ լսարանին, որտեղ որ կուզենային ուղերձը հասցնել, որտեղ այնտեղ ավելի շատ հուզականության մթնոլորտ կա, այնտեղ ավելի շատ պարզության մթնոլորտ կա։ Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք այսօր հավակնում են վաղվա ընտրություններին, պետք է հասկանան, որ պարզ հասկանալի լեզվով հաղորդակցումը շատ կարևոր է, բայց կենցաղայնացումը ոչ այդքան, որովհետև նաև քաղաքական մշակույթն է կրթում հասարակությանը եւ սա շատ կարևոր հանգամանք է բոլորիս համար, որ ոչ թե հասարակությանը այն մարդկանց, ովքեր շատ կրթված չեն, շատ տեղեկատվություն չունեն եւ մեդիագրագետել չեն եւ տեղեկատվական այս խոսույթի մեջ կարծես թե խեղդվում են, ոչ թե իրենց խեղդենք այդ հորձանուտում, այլ ընդհակառակը վեր բերենք եւ ցույց տանք իրական ուղերձը որն է, բացատրենք մարդկային հասկանալի լեզվով, թե ինչ վտանգավոր բաներ կարող են տեղի ունենալ, կամ իրենք գալիս են ինչը փոխելու, որովհետև ինչը օրինակ այս իշխանությունը տարիներ առաջ ուներ շատ բարձր վարկանիշ, ինչու օրինակ ճգնաժամի հասավ այս հաղորդակցությունը ընդհանրապես, որովհետև եթե ի սկզբանե 18 թվականին երկկողմանի հաղորդակցություն էր, հասարակության ակնկալիքներն էին ներկայացվում, ապա հիմա ամբողջությամբ միակողմանի հաղորդակցություն է, միայն վերևից ներքև վարչարամայական ձևով իջնող տեղեկատվություն է եւ իրենց չի հետաքրում ընդհանրապես թե սովորական հասարակության ակնկալիքներն ու պահանջները որոնք են։ Որոշումներն էլ ըստ էության բոլոր տիպի որոշումները գրեթե մենք տեսնում ենք, որ դրանք ոչ հետազոտության հենք ունեն, ոչ փորձարկված բաներ են, սեղանի սուրճի սեղանի շուրջ նստում են, որոշում են կայացնում առանց նայելու, թե այդ որոշումների արդյունքում ինչ կարող են լինել։ Ու դրա համար մենք այսօր տեսնում ենք նաև այն ինչ որ կա, յուրաքանչյուր ընդունված որոշում կամ չի գործարկվում, կամ դա դրվում է հետո դրան անդրադառնալու տեսանկյունից։ Այսպես ոչ երկիր կարող են կառուցել, ոչ պետություն, ոչ էլ կարող են որևէ բանով առաջ գնալ։ Ուրեմն հաղորդակցությունը պետք է լինի անկեղծ եւ հաղորդակցությունը պետք է լինի ճշմարիտ, ոչ թե պոպուլիստական, ոչ թե սուտ, պարփակված, ձևակերպված, որոշակի զամբյուղում եւ հասարակության այդպես մատուցելով, այլ իրականում խոսել նրա մասին, ինչ որ անելու ենք։ Խոսքը եւ գործը իրականում պետք է համապատասխանեն։ Ու այդ ժամանակ մենք ունենանք իրական հաղորդակցություն հասարակության հետ։ Թե չէ հիմա մենք ավելի շատ ձևական եւ ոչ բովանդակային քննարկումների մեջ ենք։ Գիտեք, որ թոշակը բարձանում ապրիլի 1-ից։ Այսպիսով պարզ է դառնում, որ սա կարճաժամկետ էֆեկտ ունի, իսկ իրական հաղորդակցությունը պետք է լինի անկեղծ ու հիմնված փաստերի, այլ ոչ թե տեսարանների վրա։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին։ Կեցե ժողովրդավարությունը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։